Ոստիկանությունն արձանագրում է, որ շարունակվում են ապօրինի հավաքի աջակիցների կողմից հասարակական անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչերը, ինչը վկայում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում օրինականությանը և իրավակարգին սպառնացող հանցագործություններ կատարելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները։ Կրկին զգուշացնում ենք, որ ոստիկանությունն ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, ունի բոլոր ուժերն ու միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած ոտնձգություն կանխելու և խափանելու համար։ Այդ նպատակով ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը։ Հայտարարություն է տարածել Հայաստանի գլխավոր դատախազությունը, նշելով, որ ապրիլի 13-ից մայրաքաղաքում ծավալված զանգվածային միջոցառումների ներկա գտնվող անձինք կատարել են բազմաթիվ առերևույթ հանցագործություններ։ Մասնավորապես բռնություններ են կիրառվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Փարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակում տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով հարկադրանքի միջոցներ են կիրառվել 3 տասնյակից ավելի անձանց նկատմամբ։ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունն էլ հաղորդագրություն է տարածել ձերբակալվածների մասին։ Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով։ Արդարադատության նախարարությունը իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում է հրապարակել հավաքներին մասնակցող քաղաքացիների համար։ Նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը նշել է, որ հավաքների ազատության մասին օրենքի հրապարակային մեկնաբանությունները աղավաղված են ներկայացնում օրենսդրական կարգավորումները։ Ոստիկանությունը հավաքը ցրելու իրավունք ունի։ Քրեական օրենսգրքի համաձայն հավաքի դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն։ Ազգային անվտանգության ծառայությունն էլ նշել է, որ վերջին օրերին տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործություններ կազմակերպել։ Այդ անձինք և նրանց աջակիցները ԱԱԾ տեսադաշտում են։ Ահաբեկչական ու ծայրահեղական ցանկացած դրսևորումների և հանրային վտանգավոր այլ արարքների կանխման ու խափանման նպատակով ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք կիրառել է օրենքով իրեն վերապահած հակազդեցմմիջոցների ամբողջ գործիքակազմը։ Հաղորդագրություն է տարածել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ ՄԻՊ-ը ոստիկանությանը կոչ է արել գործել բացառիկ զսպվածությամբ, ապահովել լրագրողների մասնագիտական անխոչնդոտ աշխատանքը։ Օմբուդսմանը հավաքի մասնակիցներին հորդորել է պահպանել հավաքների խաղաղ բնույթը։ Դավիթ Սարգսյան, Post Factum։